Մարին ընդդեմ թումանյանական Մարոյի, կանանց բռնությունների դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում կանանց իրավունքների տուն հասարակական կազմակերպության եւ Գյումրու երիտասարդական թատերախմբի գործակցությամբ է բեմադրվել Մարիի ներկայացումը։ Բռնությունն է հիմնականում հասարակական պատկերացումներն ու մտածելակերպը ու որպես առանցք ծառայեց Թումանյանի Մարո ստեղծագործությունը ու մեր մոտ արդեն դարձավ Մարին այն հերոսուին է, ով չի համակերպվում այն իրականության հետ, որը ոչ միայն կա պոեմում, այլ նաև կա մեր հասարակության մեջ։ Մարին աղջիկ է, որ ծանոթանում է Մարոյի հետ դպրոցական նստարանին, նա է, որ փոխում է իրադարձությունների ընթացքը, մենք խեղճ չենք, մենք կարող ենք, կարևոր ուղերձով։ Մարին դպրոցական աղջիկ է, ով ծանոթանալով Թումանյանի պոեմներից մեկին Մարոյին, սկսում է ավելի խորանալ եւ ներս նայել այդ պոեմի եւ հասկանալով, որ չի կարող համակերպվել այդ պոեմի եւ հերոսի ճակատագրի հետ, փորձում է ինչ-որ բան փոխել։ Մարին վերջում իր տեքստով հանդես է գալիս, որ ինքը փոխել է Թումանյանի պոեմի վերջի մասը եւ իր տարբերակն է առաջարկում եւ ասում է, որ պետք է բոլորն իմանան, որ ապրելն ավելի կարեւոր է, քան մոլորվելը։ Ուղիղ 8 տարի է, որ գործում է կանանց իրավունքների տունը Գյումրիում, կանանց նկատմամբ բռնությունների դեպքերի աճ են արձանագրում հասարակական կազմակերպության ներկայացուցիչները ամեն տարի 50%-ով։ Մարտի տվյալները եթե ներկայացնեմ, ապա 2021 թվականին 101 ընտանեկան բռնության դեպք ունենք, 22-ին արդեն 163-ն էր, հաջորդ տարի արդեն 263-ը եւ այսպես շարունակ։ Տեսնում եք տենդենսը եւ դիմելույությունը։ Բնականաբար սրանք միայն թե արվեստի միջոցով իրազեկումները, թե ոչ ֆորմալ հանդիպումները իրենց արդյունքը արդեն իսկ տվել են։ Կրկնության դեպքերը եւս շատ են։ Ունեն կանայք, ովքեր ապաստարան են հայցել բռնության տեսակով պայմանավորված։ Իրականում բռնությունների դեպքերը շատ մեծ են։ Քողարկում են մեծ մասամբ սեռական բռնության դեպքերը։ Մեծ թիվ են կազմում ֆիզիկական, իսկ գերակշռում են հոգեբանական բռնությունների տեսակները։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Լուրեր։